Տիկին Գալյան, խնդրում եմ հստակ նշել Սահմանադրության այն հոդվածը, որով վարչապետը լիազորվում է կամ արտոնվում է կամ հնարավորություն ունի ասելու թե ով է երկրում կաթողիկոս, ով ոչ, ով է եպիսկոպոս, ով է կարգալույց, ով ոչ, որոշելու թե որ եկեղեցում որ հոգևորականը իրավունք ունի հոգևոր ծառայություն մատուցելու։ Պարգևավճարների հետ կապված մի հարց, նաև Տիկին Գալյան, երկու անգամ Նիկոլ Փաշինյանը հիմնավորելով այդ հավելավճարները, որ տրվում են, ի թիվս այլնի նաև նշեց, որ այդ գումարները անհրաժեշտ էր տալ բարձրաստիճան պաշտոնյաներին, որովհետև դատական հայցեր ներկայացնելու անհրաժեշտություն կա, խնդրում եմ նշել, թե որ հոդվածով ինչ օրենքով է պաշտոնյաներին պետբյուջեից գումարներ հատկացվում այդ հայցերը փոխհատուցելու, դատական ծախսերը փոխհատուցելու համար։ Եվ սահմանադրական բարեփոխումների հետ կապված փոքր հարց, անդրադարձ եղել է վերջո անկախության հռչակագրին, թե ոչ, ինչ է որոշվել եւ արդյոք սահմանադրությամբ եկեղեցու բացառիկության կարգավիճակը պահպանվում է, թե ամենայն Հայ-առաքելական եկեղեցին հավասարեցվում է մյուս կրոնական կազմակերպություններին։ Շնորհակալություն։ Դուք շատ լավ միտք ասեցիք, արդյոք Հայ-առաքելական եկեղեցին հավասարեցվում է կրոնական մյուս կազմակերպություններին ու մոտավորապես պատասխանեցիք այն հարցին, թե ինչու է Հայ-առաքելական եկեղեցու վերաբերյալ դրույթը նշվել Սահմանադրության մեջ, որովհետև նույնիսկ մասնագիտական հանրույթում թույլ ընկալում կա նշումի հետ կապված, այսինքն նպատակի նշման։ Ես ուզում եմ այս մասին խոսել ու շատ կարևոր է, որ այս հարթակում մենք խոսենք այս թեմայի մասին եւ վերջակետ դնենք այն դեբատներին, որոնք վերաբերում են եկեղեցու կարգավիճակի սահմանադրական եւ եկեղեցու հետ կապված կամ եկեղեցականների հետ կապված արարքների գնահատականին սահմանադրական կարգի տապալման տեսանկյունից եւ նմանատիպ տեսանկյուններից այս խոսույթը կա հանրության մեջ։ Եկեղեցու վերաբերյալ նախ կրոնական կազմակերպությունների վերաբերյալ առանձին դրույթ է պարունակում Սահմանադրությունը, մեր պետությունում ընդունում է կրոնական այլակարծությունը, մտքի, խղճի, դավանանքի, համոզմունքի, կարծիքի արտահայտվելու ազատությունը եւ այլն, եւ եկեղեցու վերաբերյալ առանձին դրույթի նախատեսումը իրավական տեսանկյունից մի նպատակ ունի, որպեսզի ցույց տրվի, որ Սահմանադրությամբ արդեն իսկ որ մեր հիմնարար օրենքն է, եկեղեցին անհավասար է այլ կրոնական կազմակերպությունների հետ եւ սա է պատճառը, որ նախատեսվել է նմանատիպ սահմանադրական դրույթ, որպեսզի հիմնավորվի եկեղեցու նկատմամբ օրենքով արտոնյալ վերաբերմունքը։ Այդտեղ նշում կա եկեղեցու հետ կապված հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով եւ մենք ունենք եկեղեցու հետ հարաբերությունների վերաբերյալ առանձին օրենք, որը եթե դուք թերթեք, կտեսնեք, որ վերաբերում է հիմնականում եկեղեցուն արտոնությունների տրամադրմանը։ Ու սահմանադրական դրույթը այն երաշխավորն է, որի առկայության պայմաններում այլ կրոնական կազմակերպություններ չեն կարող խոսել խտրական վերաբերմունքի մասին, օրինակ, որովհետև հակառակ դեպքում, եթե մենք որոշենք, որ եկեղեցին, քանի որ դուք եք շեշտում, որ կրոնական կազմակերպությունն է, իրան որպես պետություն արտոնություններ ենք տալիս, այստեղ խտրականության, խնդիր, իրավավասարության եւ այլ շատ խնդիրներ են առաջանալու։ Եվ հետեւաբար հաշվի առնելով եկեղեցու տեղը եւ դերը մեր կյանքում եւ մեր պետությունում, ես կարծում եմ, որ սահմանադրական դրույթի փոփոխություն չպետք է որ լինի, բայց նաեւ ուզում եմ շեշտել, որ սա մի հարց է, որ դեռևս չի քննարկվել խորհրդի կողմից։ Ես նշեցի իմ կարծիքը եւ նշեցի արդեն օբյեկտիվ իրականությունը, որ հարցը դեռևս խորհրդի կողմից չի քննարկվել։ Բայց ամեն դեպքում մեկ անգամ էլ եմ ուզում շեշտել, որ սահմանադրական նորմ ունենալը եկեղեցու վերաբերյալ հնարավորություն է ապահովում եկեղեցուն տրամադրել հավելյալ երաշխիքներ օրենքի հիման վրա, ինչը որ չի արվում կրոնական այլ կազմակերպությունների դեպքում։ Եվ ես հուսով եմ, որ այս մեկնաբանությամբ մենք այս դեպատին ի վերջո վերջակետ կդնենք։ Հաջորդը անկախության հռչակագրի հետ կապված ուզում եմ նշել, որ այս հարցի հետ կապված էլ քննարկում դեռ չի եղել, կրկին երբ որ լինի հարցը կկոմունիկացվի մեր քաղաքացիների հետ, բոլոր կտեսնեն, թե
եթե փոփոխություն տեղի ունենա, ինչպիսի փոփոխություն է տեղի ունեցել մեր Սահմանադրության նախաբանում։ Հաջորդը դուք նշեցիք, որ վարչապետն ասել է, որ հավելավճարը կամ պարգևատրումը տրամադրվում է դատական ծախսերը հատուցելու համար, այդպիսի բան վարչապետը չի նշել, վարչապետը մի 8 ներողություն չեմ ընդհատել, մի 8 պատճառ է նշել, թե ինչու է պետք, որ աշխատավարձը բարձր լինի պետական ծառայողի կամ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ ի թիվս մի շարք հանգամանքների նշել է նաեւ, որ ատելության ալիքը կամ չգիտեմ դեզինֆորմացիան այնքան մեծ է դաշտում, որ այդ պաշտոնատար անձինք նաև ստիպված են պաշտպանվել դատական պատյաններում, իրենց իրավունքների պաշտպանությունը իրականացնել եւ կարգավորներն այնպիսին են, որ ոչ միշտ է դատարանների կողմից սահմանվող փոխհատուցումը, որպես դատական ծախս, լինում համարժեք փաստաբանների ծառայությանը եւ ասել է, որ նաեւ այս աշխատավարձերի բարձրացումը միտք ունի ապահովել պաշտոնատար անձանց իրավունքը, որ նրանք ունենան բավարար ֆինանսական միջոցներ, որ իրանց սեփական ոչ թե որպես դատական ծախս է հատուցվել, այլ հատուցում չի դա պարգևատրի տրամադրում կամ աշխատավարձ, ինչպես ուզում եք կոչել, որ ունենան նաեւ բավարար միջոցներ, որ իրենց իրավունքները պաշտպանեն։ Այսինքն այնքան դաշտը ներողություն, բայց կեղտոտված է, որ պաշտոնատար անձինք ստիպված են դատական ատյաններում գնան պաշտպանվեն, իհարկե այդ պաշտպանությունը պրոֆեսիոնալ փաստաբանների միջոցով պետքա տեղի ունենա, ու նաև պետքա այո զրկված չլինեն իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունից եւ սրա մասին է խոսել վարչապետը, ոչ թե դատական ծախսերի հատուցումից։ Հաջորդը դուք նաև նշեք այն լիազորությունը, որով վարչապետը ոչ այդպիսի լիազորություն չկա։ Եվ ոչ մեկ չի ասել, որ այդպիսի լիազորություն կա կամ 1000 անգամ այս մասին խոսել են, մտահոգություն բարձրացնելը քաղաքացիների, եկեղեցականների եւ այլն, դա չի նշանակում, որ պետքա գրած լինի, օրինակ վարչապետը խոսում է ձեզ հետ, դուք հարց եք տալիս, վարչապետը պատասխանում է ձեր հարցին, գրած չի ոչ միտեղ, որ վարչապետը ձեր հարցին պետք է պատասխանի, որ պատասխանի լիազորությունն է վերազանցելու։ Այսինքն պետք չի ամեն ինչ քառակուսիացնել եւ փորձել այնպես ներկայացնել, որ մի ծայրահեղ վատ բան է տեղի ունենում։ Տեսեք, պետք չի կարգալուց եղած չեն։ Այսինչ քահանան ասում է կարգալուց եղած չէ, հիմա դա տարբերություն կա, քաղաքացին կասի, թե օրինակ նախարարը կամ վարչապետը։ Իհարկե կա, վարչապետն է։ Ինչու վարչապետը ձեր կարծիքով զրկված է քաղաքացու իրավունքներից։ Այդ դեպքում թող լիազորությունները վայր դնի եւ որպես քաղաքացի հանդես դառնի։ Վարչապետը նաեւ քաղաքացի է, նաեւ քաղաքացի է։ Ստորագրել է որպես վարչապետ, երբ որ 10 եպիսկոպոս։ Ես տեսեք, դա վարչապետի գործն է։ Վարչապետը անում է այն, ինչ ճիշտ է գտնում։ Եվ հիմա դուք ինձ հարցեր եք տալիս, թե ինչու է այսպես անում, որովհետև այսօր վարչապետն է մեր պետության գրել է վարչապետ կողքը։ Ասենք նույն Նիկոլ Փաշինյանն է, որը նաև գիտեք ինչ թող գրեր քաղաքացի կողմը, թող գրեր քաղաքացի կողմը։ Այո, բայց ով ասում, դուք ուզում եք ես ասեմ, որ երբ որ մարդը պաշտոնատար անձ է, մարդ չի։ Դե ասեք, բա դուք եք ասում։ Սահմանազատում Թող շատ լավ, ինձ եք հարցնում, օքեյ, ճաշակի հարց է, թող ստորագրի։ Եկեղեցու գործերին, որևէ մեկը եկեղեցու գործերին չի միջամտում, մենք խոսում ենք անբարեխիղճ եկեղեցականների մասին, այս թեմայով ենք շատ խոսել, դուք դե լավ, եկեք հարցերի հերթականությունը, եկեք մենք շատ շեղվեցինք մեր կատարած աշխատանքի հաշվետվությունից եւ մեր առաջիկա անելիքները ներկայացնելուց, բայց եկեք այս կետում ավարտենք։ Խոսքս ամփոփեմ հետեւյալով. որպես կրոնական կազմակերպության ճակերտավոր մասնակից յուրաքանչյուր հայ քրիստոնյա իրավունք ունի բարձրաձայնել այն խնդիրների մասին, որոնք տեսնում է։ Եթե դա անում է այն անձը, ով այդ խնդիրների վերհանմանը ավելի մեծ հասանելիություն ունի եւ իր համար ավելի տեսանելի է, սա ոչ մի կետում չի նշանակում, որ այդ երևույթը վատն է։
Այսինքն եթե թեկուզ եւ ի պաշտոն է, մենք չենք երկխոսում։ Ես եմ խոսում, հիմա դուք լսում եք, եթե դուք հարց կտաք, ես ձեզ կլսեմ սիրով։ Դա չպետք է ներկայացնել այն լույսի ներքո, որ մենք գործ ունենք ծայրահեղ, ծայրաստիճան վատ երևույթի մասին։ Հիմա բարձրաձայնում ենք մեր մտահոգությունները, անհամաձայնություն ունենք որպես եկեղեցու հետևորդ այն ամենի հետ ինչ որ տեղի է ունենում եւ տեսնում ենք այլ ինչ որ միայն չեք բարձրաձայնում, չենք երկխոսում, մենք չենք երկխոսում, մենք ժամանակի ֆորմատը այդպեսինը չէ, ֆորմատը այդպեսինը չէ, դա ուղղակի որպես քաղաքացի ֆորմատը այդպեսինը չէ եւ ինչ վերաբերում է քրեական բարույթների, ես նախորդիվ էլ հնարավորություն ունեցա նշելու որոշ եկեղեցականների հետ կապված որոշ ապացույցներ նաեւ հասանելի են դարձվել հանրությանը եւ մեր սիրելի քաղաքացիները հնարավորություն եւ իրավունք ունեն անելու սեփական հետեւությունները։ Ով է ասել, որ օրինակ եկեղեցականը պետք է իրավունք կամ հնարավորություն ունենա զինված օրինակ հեղաշրջում նախապատրաստելու։ Ով է ասել։ Չգիտեմ, ենթադրյալ արարք է, բայց ենթադրյալ այո։ Դեռ այո, եւ դրա համար եմ ասում, քանի որ որոշ ապացույցներ հասանելի են դարձվել, մենք մեր դատողությունները կարող ենք անել եւ նաեւ նշել են, որ դրանք վճռորոշ չեն, պարտադիր չեն, մենք պետք է սպասենք եւ այդպիսի հետեւություններ կանեն նաեւ պրոֆեսիոնալ մարմինները, որոնք նման իրավունք եւ հնարավորություն ունեն եւ մի բան է